Լույսը բարի է, օրը բարի է, թանկագինները, շարունակում ենք մեր ամենօրյա խոսքի թողարկումը, ինչպես գիտեք վերնագիրը, օրը բարի է, բարի բառը շատ կլսեք ամենօրյա խոսքի մեջ, կարդում եմ Հովհաննես 10-րդ գլուխ 10-րդ խոսքից, սա Տիրոջ խոսքերն են, վերջին օրերում Աստված իր որդիով խոսեց մեզ հետ, գողը չի գալիս, բայց միայն, որ գողանա և սպանե և կորցնե, ես եկա, որ կյանք ունենան և էլ ավելի ունենան, ես եմ բարի հովիվը իր անձը դնում է ոչխարների համար, սիրելիներս սա Տիրոջ խոսքն է, Տերը մեր բարի հովիվն է, նա մեզ տանում է իր արոտներին, մենք գիտենք թշնամուն սատանային, որ գալիս է մարդուն կորցնելու, առաջինը գողանալու իրանից, իր կյանքը, հետո սպանի և երրորդը կորուստ, հավիտենական կորուստ, ամենավտանգավորը, Տեր Քրիստոս ասում է ես բարի հովիվ եմ և ես եկել եմ իմ կյանքը դնեմ և նա դրեց իր կյանքը, որ ես և դու հավիտենական կյանք ունենանք, փառք Աստծուն, միշտ գոհացեք, միշտ շնորհակալ սիրտ ունենանք, նա է մեր իրական բարի հովիվը, ոնց որ Դավիթն էր ասում 23 Սաղմոսում, փառք Աստծուն, շնորհակալ ենք, որ Տերը մեզ գտավ, փրկեց, ազատեց և հավիտենական կյանք տվեց, միշտ շնորհակալ լինենք, ամեն ու ամեն։